Քաղաքապետարանի որոշման բացօթյա առևտուրը արգելվում է այս գետնանցքում։ Տեղյակ ենք, բայց դա ինչա դրսի առևտուր է։ Դուք հաշվում եք։ Չէ, դա մանր բիզնես է։ Մեզ ասել են 5 օր ժամանակ են տվել։ Ոչ կարանք ասենք շուտ այդքան տեղ գտնեինք, ոչ բանաս, բայց տենց չի կարիքը։ Հետո նայեք, դե դրսի բուտկա է դրած, սնունդ են ծախում, այդ արգելված չի, պալատկեն են կապուտը, կարակ գնաք նկարեք։ Ինչա, յանի դիպուտատա թեովա թափով մարդավեկալ է, իրան էդի չի վերաբերվում, մենակ վերաբերվում է ժողովրդին։ Իսկ հիմա ինչ եք անում, ապամոնտաժում եք։ Չէ, քանդում ենք, լրիվ հանում ենք։ Տենանք ուտ տեղ կճարենք, տեղափոխվենք, որ աշխատենք, բանություն։ Արդեն գտել եք տեղ։ Այո, վերնիսաժ, ուրիշ էլ ինչ անենք։ Լուբոյ թող պրոյեկտ անեն, ես իմ փողով ոչ մի բան պետություն չեմ ուզում, սիրուն խանութ բնեի, չհամատային է բան։ Առևտուրը ավելի լավ է ստեղ դրա համար։ Չէ, պրոստը սովորենք, արդեն 20 տարի ես տեղ եմ աշխատում։ Ովքեր պետք է այստեղից դուրս գան։ Ով հասարակ մելքի բիզնեսը ով ծախում են, տատիկներ են նստած, ընդ շնուրոք են ծախում, բան են անում, տուդա-շուդա, հիմա ուր պետք է նրանք վերնիսաժ գնան, կարան նալոգ տան այդքան։ Թոշակարու մեծ մարդիկ են ասեղ թել են ծախում խեղճերը։ Հələ իմս լավ, ես ոչ մի բան, ես ունեմ ապրանք կարգին, որ կարամ վերնիսաժ էլ կայնեմ, տակից դուրս կգամ։ Այդ կա ժողովուրդը շատ մեղք է, չեմ անում։ Քանի հոգու է վերաբերում այդ որոշումը։ 100 ընտանիք քանդից, դե այս սեղանիկը հիմա 3 ընտանիք էր պահում։ Հաուսի երգիները, սաղ դուրսը առոտոր են անում։ Վաստե ինչա, այդքան հարուստ երգիր է, սաղ ժողովորդը կուշտ է։ Աշխատել եմ 40 տարի պետության, իմ քրդինքով սարքված աստիճաներ, ապրում եմ միայնակ, չունեմ երեխաներ, աչկերս զույգն էլ վիրահատված է, ապրելու ելք չունեմ, ստացել եմ այնքան գումար, որ սաղ պատախոդիներ պահել են, հիմի այդ մարդնձի տալիս է ողորմելի թոշակ, 30,000, այդ 30,000-ը տան իրա կնգան ու ասեն մտի դեմս սառնամանի կակալի, սառուց եկել անձի հանել է իմ ծախած ապրանք էսի է, չի թողում, որ ես մի աստիճանի վրեն կանգնեմ ու այդ իմ տվյալ ապրանքը վաճառեմ, էդի խիղճա, էդի երկիրա, էդի պետությունը, որ հաշվի չառնի, բանձի ով պետի պախի, ես ակտիվ աշխատել եմ պետության, ցավը տանեմ, ասա ինչ անեմ, ընձի ով պետի պախի, չի թողում ծերունին, իր քրդինքով կոպեկ վաստակի, են ողորմելի թոշակի հետ յոլա եթա։ Ինչ եք մտադիր անել։ Ինչ եմ մտադիր, եկել եմ շիվարել եմ, բռնել եմ, ձեռս կայնել եմ, ոչ միտեղ, որտեղ կայնող եմ, գալ ասում են շարժվի, գնա այստեղ չի կարելի, միլիցիակ եկել են, հսկում են, ինչն են հսկում, աստիճաներն են հսկում, ընձի ասում է յարմրկը, ինչ յարմրկա, ես յարմրկի ապրանք եմ, ես չեմ կարա մեքենաների արանքով անցնեմ, գնամ ընդեղ կամ ապրանք, ընձի մեկ իմ նման մարդիկ բերում են մի քիսա, մի մաչալկա, տալիս են, ես էլ կայնում եմ, վաճառում եմ, մի հատ ցամաքացի փող, մենք միշտ չենք կերել, մենք միրգ չենք կերել, Հայաստան ծնվել, Հայաստան մեծացել եմ, ակտիվ աշխատել եմ խաղողից, մրգից, ամեն ինչից զուրկ եմ մնացել։ Ինքը որոշման հետ կապ չունի, ուղղակի բացօթյա առևտուր է, վերացնում ենք, դա ուրիշ որոշում չկա։ Իսկ քանի տարի է, որ այսպես աշխատել են։ Այսինքն Այստեղ որ բացօթյա առևտուրը քանի տարի է իրականացվել, եւ մարդկանց ինչու է վիճակը հաշվի առնելով 4 տարուց ավելի աշխատում են։ Քանի օրյա ժամկետում պետք է տարածքից դուրս գան։ Արդեն պետք է դուրս գան։ Այսօր։ Այո։ Իսկ միայն այստեղին է վերաբերվում, թե այլ մետրոներն։ Ամբողջ Երևան քաղաքի։ Մետրոյի որ կայաններում նման աշխատանքներ կիրականացվեն։ Կարծում եմ բոլորը, ես պատասխան եմ տալիս կենտրոնի համար։ Իսկ քանի աշխատող է այստեղ ընդհանուր առմամբ, որ պետք է դուրս գա տարածք։ Սխալում 14 հոգի։ Իսկ իրենց համար ինչ որ վայր նախատեսել է։ Բա իհարկե։ Որտեղ։ Ֆիրդուսի տոնավաճառը, Ռասիա տոնավաճառը, Վերնիսաժի տոնավաճառը, որը արդեն պայմանավորվածություն էր։ Ձեռք ենք բերել, որ այսօր տանենք տեղավորենք։